Ժամանակն է լքել Ամերիկան։ Հազարավոր մարդիկ այս բովանդակությամբ նամակներ են ստացել, որոնցով Թրամփի վարչակազմը բոլոր անօրինական ներգաղթյալներին հորդորում է ինքնակամ հեռանալ երկրից, քանի դեռ այսի ձեռքն իրենց չի հասել։ Մարդիկ խուճապահար են ամերիկյան երազանքի լավ ապրելու համար ջունգլիներով ու ճահիճներով հազարավոր կիլոմետրեր են անցել, որ մեկ օրում հետ վերադառնան։ Նման նամակներ ստացել են նաև շատ հայեր, որոնք օրինական են գնացել նահանգներ, հետո պարզվել է տեխնիկական սխալ է, համակարգներ խափանվել։ Անօրինական ներգաղթի դեմ Սպիտակ տան ադմինիստրացիան համար պայքար է մղում նաև երկրից դուրս։ Բացառություն չէ նաև Հայաստանը։ Վերջին օրերին ուշադրության է արժանացել Երևանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի այս գրառումը։ Եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը։ Երկիրն անօրինական միգրանտներից մաքրելու մոլուցքն այնքան է խորացել, որ նոր վարչակազմը շաբաթներ առաջ Էլ Սալվադոր էր արտաքսել մի տղամարդու, որն օրինական էր ապրում Միացյալ Նահանգներում ու որևէ կապ չուներ այն զինված խմբավորումների հետ, որոնց ուղարկում են խիստ ռեժիմի բանդ։ Վարչակազմն ընդունել է, որ տղամարդուն սխալմամբ է արտաքսել Էլ Սալվադոր ու խոստացել էր, որ ամեն գնով հետ կբերեն, բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Հարցը քննարկել են Միացյալ Նահանգների և Էլ Սալվադորի ղեկավարները Սպիտակ տանը։ Էլ Սալվադորի նախագահը հրաժարվել է ԱՄՆ վերադարձնել Կիլմար Աբրենգո Գարսիային, ասելով, որ ահաբեկիչներին չեն ազատում։ Ինչպես կարող եմ ահաբեկչին, որը մաքսանենք ճանապարհով եկել է նահանգներ, հետ ուղարկել։ Ես դրա իրավունքը չունեմ։ Դեպքը մեծ արձագանք է ստացել նահանգներում։ Գերագույն դատարանը հայտարարել է, որ արտաքսումն անօրինական էր և կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել նրան վերադարձնելու համար։ Թրամփի վարչակազմը քննարկում է մի նախագիծ, ըստ որի ամեն օր ավելացող տուգանքներ կսահմանվեն այն միգրանտների նկատմամբ, որոնք անտեսում են արտաքսման որոշումը։ Նախատեսվում է սահմանել օրը $998 տուգանք նրանց համար, ովքեր կհակառակվեն հականերգաղթային քաղաքականությանը։ Օրենքը նախատեսվում է կիրառել հետադարձ ուժով մինչև 5 տարի ժամկետով։ Այսինքն միգրանտները, որոնք տարիներ առաջ ստացել են արտաքսման որոշում, բայց մնացել են նահանգներում, ստիպված են լինելու վճարել մոտ $2 միլիոն տուգանք։ Եթե չվճարեն տույժը, նրանց գույքը կբռնագրավվի։ Անօրինական միգրանտների դեմ պայքարում Թրամփի վարչակազմի հաջորդ որոշումն այն է, որ խստացումներ կլինեն ամուսնությամբ գրին քարտ ստանալու գործընթացում։ Նոր կանոններով ավելի դժվար է դարձել ամուսնության միջոցով բաղձալի քարտը ստանալը, քանի որ իշխանությունները ավելի խիստ ստուգումներ են իրականացնում, համոզվելու համար, որ ամուսնությունները իրական են, ոչ թե ֆիկտիվ։ Այժմ, երբ դիմում եք գրին քարտի համար, պետք է ներկայացնեք ամբողջ ընտանիքի եկամուտները, պարտքերը, ստացված օգնությունը, կրթությունն ու մասնագիտական հմտությունները։ Նոր կանոններով նաև անհրաժեշտ կլինի հարցազրույցներ ամուսինների հետ։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։